Շնորհակալ եմ, հարգելի նախագահողներ, հարգելի գործընկերներ, ըստ էության ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ ներկայացվեց հարցին առնչվող թվային ամբողջ տեղեկատվությունը, հետևաբար ինքս դրան չեմ անդրադառնա, կանդրադառնամ երևի թե նախարարի կողմից հնչեցված այն հիմնական մտքին, որ այստեղ սենսացիաներ չկան եւ կարծում եմ, որ դա է այն հիմնական բացասական տեղեկատվությունը, որը հաջորդ տարի պետք է փոփոխության ենթարկվի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությանն ուղղված գրեթե բոլոր միջազգային հանձնարարականներում, միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունները, միավորված ազգերի կազմակերպությունը իր տարբեր մարմինների միջոցով, Եվրոպայի խորհուրդ եւ մի շարք այլ մարմիններ Հայաստանին հանձնարարական են տվել, մասնավորապես ավելացնելու մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ հարցերի առնչվող ֆինանսավորումը, բայց մասնավորապես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կապված ֆինանսավորումը, որովհետեւ հստակ արձանագրվել է, որ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների տեսանկյունից բավարար չեն ռեսուրսները մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը տրամադրված մանդատի ամբողջ ծավալը պատշաճ մակարդակով իրականացնելու համար, հետևաբար նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպությունները հանձնարարական են ներկայացրել բյուջեի հետ կապված բոլոր հիմնական քննարկումներն ու բանակցություններն առաջին հերթին ազգային ժողովի հետ վարել կոնկրետ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առումով, որովհետեւ ըստ տարատեսակ կազմակերպությունների գործադիր իշխանության հետ այդ բանակցությունները կարող են հանգեցնել նաև անկախության հետ կապված խնդիրների եւ անկախության սահմանափակման։ Ես առաջիկայում առաջարկելու եմ, որպեսզի այս բոլոր հանձնարարականների կատարման առումով մենք նաև առանձին քննարկումներ ունենանք, հստակորեն քննարկելով, թե որ մանդատի կամ որ գործառույթի իրականացման դիտանկյունից ինչ լրացուցիչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի հաջորդ տարվա համար առնվազն հնարավորություն ունենանք շատ ավելի ամբողջական ձևաչափով անդրադարձ կատարել նաև այդ միջազգային պարտավորությունների կատարմանը։ Ինքս նշեմ, որ հաստատությունում մենք պարբերաբար նաև համակարգային բարեփոխումների ծրագրեր ենք իրականացնում եւ նույնը շարունակում ենք թե այժմ, թե նաև շարունակելու ենք առաջիկայում, որովհետեւ կան մի շարք ոլորտներ, որոնք համակարգային առումով գրեթե մեծ քննարկման առիթ չեն եղել եւ հիմա դրա վրա շատ լուրջ ծավալով աշխատում ենք, մասնավորապես օրինակ անձնական տվյալների պաշտպանության հատուկ գործիքակազմերի դրումը ի նկատի ունեմ հենց հաստատության ներսում եւ հաստատության լիազորություններին առնչվող տարատեսակ հարցերով նաեւ հաստատությունից դուրս հաղորդակցության շրջանակներում թեպետ MIP հաստատությունները աշխարհի շատ լուրջ պաշտպանվածություն ունեն այս առումով նաեւ իրենց միջև վարվող հաղորդակցությունը պաշտպանելու նպատակով, բայց փորձը ցույց է տալիս, որ ի տարբերություն շատ այլ երկրների Հայաստանում հաճախ են լինում դեպքերը, երբ այս հաղորդակցությունը այդ թվում այլ MIP հաստատությունների հետ դառնում է նաև այլ անձանց հասանելի տեղեկատվություն, որը ըստ գործող միջազգային չափանիշների շատ խնդրահարույց է, քանի որ հիմնականում խորհրդապահական պետք է լինի MIP հաստատությունների կողմից վարվող հաղորդակցությունը եւ նույնը իհարկե վերաբերում է հաստատության ներսում անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարցերին։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ հաստատությունը իր հիմնական հերթական գնահատումն անցել է նախորդ տարի շատ երկարատև եւ բարդ process էր ուզում եմ հատուկ արձանագրել, որովհետև process-ը իրականացվում է միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմնի կողմից եւ գնահատվում է ինչպես մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատանքը բովանդակային տեսանկյունից, վերջինիս անկախությունը եւ վստահելիությունը գնահատվում է նաեւ պետական իշխանության, պետական մարմինների կողմից հաստատության նկատմամբ հիմնական վերաբերմունքը, մոտեցումները նախորդ տարի մենք ըստ էության գնահատվել ենք ամենաբարձր կարգավիճակով անկախության եւ վստահելիության առումով եւ նաեւ ես անձնապես որպես մարդու իրավունքների պաշտպան իմ տարբեր գործընկեր օմբուդսմանների կողմից առաջադրվել եւ ընտրվել եմ նաեւ MIP հաստատությունները միավորող 1-2 մեծ կառույցների կառավարման խորհրդի անդամ, այսինքն այն խորհուրդների, որոնք պետք է նաեւ որոշեն այս հաստատությունների հետագա զարգացման տեսլականը ոչ թե ներպետական մակարդակում, այլ միջազգային մակարդակում։ Ուզում
եմ հատուկ անդրադառնալ այն հանգամանքին, որ ի սկզբանե նշեցի, որ կան մի շարք հանձնարարականներ այս հաստատություններին առնչվող, որոնք պետությունը չի կատարել եւ ի սկզբանե երբ խոսեցի ֆինանսավորման ավելացման մասին, կուզենամ հատուկ արձանագրել, որ մեր ապագա քննարկումները, որոնք կառաջարկեմ կազմակերպել, կարծում եմ նաեւ հստակ պետք է վերաբերվեն նաեւ այդ պարտավորությունների կատարման ընթացքին, որովհետեւ դրանք հիմա էլ հստակ առանձնացրել ենք եւ պատրաստվում ենք շատ այսպես կառուցողական քննարկումներ վարել գործընկերների հետ, բայց նաեւ ուզում եմ արձանագրել լավ նորություն այս առումով, որովհետեւ մի քանի հանձնարարականների մասով, որոնք շատ վաղուց էին դեռևս տրվել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես հետո վերահաստատվել էին 2019 թվականին, մենք կարողացանք բավականին լուրջ զարգացում ունենալ, որովհետեւ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության եւ իրավասու այլ մարմինների հետ համագործակցության արդյունքում հնարավորություն ունեցանք մշակելու օրենսդրական փոփոխությունների նախագիծ եւ նախագծի հեղինակը պարոն Բաքոյանը ըստ էության ներկայացրել էր ազգային ժողովում եւ արդեն երկրորդ ընթերցմամբ այդ փոփոխությունների նախագիծն ընդունվել է։ Շատ կարեւոր փոփոխություններ են հատկապես այն առումով, որ Սովորաբար, երբ պետությունները մարդու իրավունքների պաշտպանի հաստատություններին տարբեր մանդատներ են տրամադրում միջազգային տարբեր պարտավորությունների համատեքստում, երբեմն ուղղակի ամրագրում այդ մանդատներին իրենց օրենսդրությամբ չեն տալիս եւ միավորված ազգերի կազմակերպությունը մշտապես է պահանջում պետություններից, որպեսզի հնարավորինս նաեւ օրենսդրական մակարդակում այդ ձևակերպումները տրված լինեն։ Խոսքը օրինակ մարդու իրավունքների խթանման մանդատի մասին է, որը շատ վաղուց մեր հաստատությունը ունեցել է, քանի որ միավորված ազգերի կազմակերպության կողմից ըստ էության վերջինս նաև որպես մարդու իրավունքների ազգային հաստատություն է գնահատվում, հետևաբար բացի օմբուդսմանի